3 սխալ, որ արեցի նիհարելիս եւ ուղիղ 10 տարի չէի կարողանում նիհարել։ Ուշադիր լսի, որպեսզի նույն սխալները ինքդ չանես։ Մինչև ես մանրամասնում եմ բոլոր սխալները, դու բաժանորդագրվում, տարածում ես եւ էջը պահում ենք ակտիվ եւ մոտիվացիայով։ Այստեղ դու կգտնես նիհարելու առողջ սնվելու հետ կապված բոլոր կարևոր փորձառությունները եւ ինֆորմացիան։ Սխալ համար առաջին՝ չէի ուտում բավականաչափ։ Կարծում էի, թե եթե քիչ ուտեմ, ավելի արագ եւ հեշտ կնիհարեմ։ Ոչ բավարար քանակությամբ ուտելը եւս նպաստում է նյութափոխանակության վատ հարացմանը։ Սխալ համար երկրորդ՝ ապրում էի խիստ դիետաների ծրագրերով, որի պատճառով ոչ թե ես նիհարեցի ճարպի կորստի հաշվին, այլ պարզապես օրգանիզմս հյուծվել էր, վատթարացել էր ինքնազգացողությունս եւ էլ ավելի էի վնասել նյութափոխանակությունս, որոնց պատճառով էլ քաշս շատ արագ 2-3 անգամ ավել ետ էի հավաքում։ Այսպիսով դիետաները երբեք չեն օգնում նիհարելուն եւ պետք է պարզապես ունենալ առողջ ապրելակերպ։ Սխալ համար երրորդ՝ չէի բավարարում սպիտակուցի քանակը իմ օրվա ռացիոնում, որի հետևանքով էլ ես չէի նիհարում ճարպի հաշվին, անընդհատ ունենում էի սովի զգացողություն եւ իմ նիհարելու process-ը մշտապես ձախողվում էր։ Եթե դու հիմա հենց այս վիճակում ես, դիր մեկնաբանությունների բաժնում պլյուս եւ ես քեզ կօգնեմ եւ անպայման հետեւիր էջին։ Քեզ հետ կիսվելու եմ բոլոր այն կարևոր դետալները, որ ինձ օգնեց նիհարել։